Եթե շատ արագ կուզեք խաղապար գազմել հայերենի քերականության մասին, այս տեսանյութը ցեզի համար է։ Այսօր որոշած եմ քանի վայրկյան ընթացքին անդրադառնալ մեր քերականության կարևոր բաժիններուն։ Մնացեք ինձի հետ։ Նախքան սկսելը պիտի խնդրեմ, որ արագորեն միանաք այս էջին ու եթե հավնիկ տեսանյութը հավանության գոճակը սեղմեք։ Կանխահայտ շնորհակալություն։ Սկսանք։ Ամեն ոք կյանքին մեջ ունի իր անունը։ Մեկուն անունը Սարգիս է, մյուսինը Անահիտ, Վարդան, մեր անուններեն բացի ունենք նաև մեր պաշտոնները։ Մեկը հայր է, մյուսը եղբայր, ուսուցիչ, ընկեր, այսքանը բարձ է։ Ասոնցմե, որոնք փոփոխական են, վստահաբար պաշտոնները, իսկ անունները անփոփոխ են։ Ես հայր եմ, ուսուցիչ եմ, եղբայր եմ, ամուսին եմ, ընկեր եմ, պաշտոններս շատ են, սակայն անունս միշտ նույնը կմնա։ Մեր քերականության մեջ ունենք խոսքի մասեր, որոնք չեն փոխվիր։ Ունենք պաշտոններ, որոնք կրնան փոխվիլ։ Ունենք 10 խոսքի մաս։ Առաջին՝ քոյական։ Քոյական կգոչվին անուն ունեցող բառերը՝ մարդ, գլուխ, հերացայն, սեղան, հովանես, դպրոց։ Բոլորն ալ բանիմը անուն են։ Բոլորն ալ քոյականներ են։ Երկրորդ՝ ածական։ Քոյականին հատկանիշը ցույց տվող բառ՝ մեծ, բզդիկ, քեր, ծանր։ Երրորդ՝ փայ։ Կնշանակե գործողություն, գվազե, գուդե, գլողա, բարգաձե, խմեր է։ Չորրորդ՝ մակփայ։ Փային ինչպիսի ըլլալը ցույց կտա՝ արագ, վեր, շուտ, վերջապես, քիչ։ Հինգերորդ՝ թվական։ Թիվ բարունակող որևէ բառ՝ 6, 5-րդ, առաջին, գես, 2-րդ։ Վեցերորդ՝ թերանուն։ Անունի դեղ գործածվող բառեր՝ ես, թուն, մենք, այս, այդ, ինքզինք, ով։ 7-րդ՝ գապ։ Գաբերը գտրվին քոյականին եւ թերանունին քով եւ մասնավոր իմաստ կուտան բառին՝ վրա, սեղանին վրա, բացի, մեզմե բացի։ 8-րդ՝ շաղգապ։ Շաղգապը այն բառն է, որ իրարու կգաբե երկու նախադասություններ՝ որովհետև, որբեսի, սակայն։ 9-րդ՝ վերաբերական։ Վերաբերականը ցույց կտա խոսողին անձնական վերաբերմունքը հարցի շուրջ։ Բարեբախտաբար ոչ ոք դուժեց այսօրվան երկրաշարժեն։ Բարեբախտաբար բառը իմ վերաբերմունքը ցույց տվավ երկրաշարժեն չդուժելու առթիվ։ 10-րդ՝ ցայնարգություն։ Սա ոչ այնքան բառ է, ինչքան ցայն, ցույց տալու զարմանք, ափսոսանք, զգացում կամ բնության մեջ եղող ցայնը։ Օհո, օ, հա։ Ահա ասոնք են մեր խոսքի 10 մասերը։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ պաշտոններ կրնան առնել այս բառերը։ Հիմնական պաշտոններն են ենթական եւ ստորոքիչը։ Ենթական նախադասության մեջ գործողություն կատարողն է։ Ստորոքիչն ալ ցույց կտա բանմը անել կամ բանմը ըլլալ։ Որոշիչը քոյականին ընկերն է։ Ցույց կտա, թե քոյականը ինչպիսին կրնա ըլլալ։ Այս պաշտոնը հիմնականորեն ածականները կառնեն, բայց ոչ միայն։ Շքեղ դուն, երկաթե թուր, ագնոցով մարդ։ Հատկացուցիչը նորեն քոյականին ընկերն է, որ ցույց կտա, թե քոյականը որուն կպատկանի։ Սերոփին գինը, անոր բայուսակը։ Բացահայտիչը իմ շատ սիրելի պաշտոնն է։ Այս բառը գտնենք քոյականեն վերջ եւ հավելյալ դեղեցություն կտանք քոյականին մասին։ Հայրենիքս Հայաստան քեղեցիկ երկիր է։ Հայաստան բառը բացահայտիչն է։ Խնդիրներն ու բարակաները փային ընկերներն են։ Խնդիրները երկու տեսակի են՝ ուղիղ խնդիր, անուղղակի խնդիր։ Ուղիղ խնդիրը ինչ հարցումին պատասխանող բառն է։ Ինչ կուտեմ, ես հաց կուտեմ։ Հացը ուղիղ խնդիրն է։ Իսկ հոլովական վերջավորություն ունեցող բառերը գլան անուղղակի խնդիր։ Ես թքալով կուտեմ։ Ես քեզ մեն եղացել եմ։ Ես ուսուցիչիս կհետևիմ։ Այս ընդգծված բառերը անուղղակի խնդիրներ են։ Բարակաները ժամանակ, դեղ, չափ ու քանակ, պատճառ, նպատակ, ցև ցույց տվող բառեր են, որոնք կգաբվին ստորոքիչին։ Ես արդու գվազեմ։ Արդու ժամանակի բարակա է։ Ես դպրոցեն կվերադառնամ կեսօրին։ Դպրոցեն դեղի բարակա։ Կեսօրին ժամանակի բարակա։ Ժենգյալով հաց շատ կսիրեմ։ Շատ չափ ու քանակի բարակա։ Ձարը հովեն շարժեցավ։ Հովեն պատճառի բարակա։ Դպրոց կերտամ ուսանելու։ Ուսանելու նպատակի բարակա։ Ահա գար զանոթությունը մեր քերականության։ Միշտ հիշեցեք, որ սորվիլը թյուրին է։ Միացեք իմ մեջին, տարածեցեք տեսանյութերը ու միշտ լավ եղեք։ Կհանդիպենք շուտով։
Հաջողություն բոլորիդ։